Հանգստյան օրերին ես սկսել եմ կարդալ Մարկ Տվենի Թոմ Սոյերի արկածները։ Հիմա ես ձեզ մի քանի խոսքով կպատմեմ կարդացածս։ Մի տղա կար, անունը Թոմ։ Նա շատ չարաճճի էր։ Նա ուներ ծեր մորաքույր, անունը Լեդի։ Ուներ ևս մեկ մորաքույր, անունը Պոլի։ Մորաքույր Պոլին և Լեդին շատ էին բարկանում Թոմի վրա, երբ նա կեղտոտում էր իր շորերը, դպրոցից փախնում էր և չարաճճիություններ էր անում։ Մի անգամ էլ Թոմը թաքնվել էր պահարանի մեջ և մուրաբա էր ուտում։ Ծեր Լեդին գտավ Թոմին և հասկացավ Թոմի մուրաբոտ բերանից, որ նա պահարանում մուրաբա էր ուտում։ Ծեր Լեդին վերցրեց ճիպոտը և երբ ուզում էր ծեծել ճիպոտով Թոմին, Թոմը ասաց. «Այդ ի՞նչ է ձեր մեջքի մորաքույր»։ Երբ մորաքույրը վախեցած շրջվում էր, Թոմը միանգամից փախավ և պրծավ ծեր Լեդիի ճիպոտով ծեծից։ Թոմը մի նեգր ընկեր էլ ուներ, ով Թոմին սուլել էր սովորեցրել։ Երբ Թոմը սուլում էր, զգում էր, թե նա երկնքում է։ Մի անգամ էլ Թոմը սուլելով ման էր գալիս փողոցով և հանկարծ նրա դիմաց դուրս եկավ իրենից մի քիչ մեծ մի տղա, գեղեցիկ հագնված։ Թոմը շատ էր բարկանում, երբ նայում էր այդ տղայի գեղեցիկ հագուստին։ Նրանք երկար նայելով իրար դեմքի սկսեցին վիճել։ Թոմը ասում է. «Ուզում ես քեզ դնգստեմ»։ Տղան ասում է. «Չես կարող»։ Այսպես այնքան են վիճում, մինչև Թոմը դնգստում է տղային, տղան ներողություն է խնդրում և հեռանում, և Թոմն էլ գնում է տուն։ Առայժմ այսքանը։